Ավետիսյանների բնակարանի դուռը զարհուրելի սպանությունից 1 տարի անց բացվեց։ Ամեն ինչ այստեղ գրեթե նույնն է, նույն տոնական զարդարանքները, տոնածառը, փոքրիկների խաղալիքները։ Սպանված ընտանիքի հարազատները 1 տարի անց հայտարարում են, որ իրենց բազմաթիվ հարցեր պատասխան չեն ստացել։ Նրանք դժգոհ են սպանության բացահայտման ընթացքից, հատկապես նրանց զայրացնում է այն հանգամանքը, որ դատաքննությունը տեղի է ունենում բազայի տարածքում։ Հարազատները պահանջում են, որ գործի քննությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետության դատարանում, այլապես չեն բացառում, որ բոյկոտեն եւ չմասնակցեն դատական նիստերին։ Հասմիկ Ավետիսյանի քրոջ Ռիտա Պետրոսյանի խոսքերով, իրենք ոչ թե դատաքննության են մասնակցում, այլ բեմականացման։ Ում պետք էր փախցրին տարանում, պետք էր տագնտաղերեցին, մետ ապուշին սրսկեն, տեղեն բերեն, քծեն գկա պալի կողքեն, դաունյետից բացել չպար չի խոս, անքեզի հանցագործը ինքն է, նստած տեղի ինքն է քնած, մենք նստած ենք թիկ ձևով, ինքը նստած քնած է, մենք կուզենք, որ մենք մեր տադարան եղնի տադան, չի պտեշ տամ ես բազան, հերիք չէ ռուսին տունը սավիրել ես էշ տամ իրա տեմը միամ ես տուգեն օբիս կենեն, հանցագործի պես կլխն էիս է կագնին գոր հանգած այնոր բաներ մարստեղն ենք կենենք, մենք կյանքեզ մեջ, պես բաների մեջ ոչնգել ենք, ոչ Մինչև մի տարին լրացել է, ինչ ենք տեսել, ոչ մի բան, իրանք ուզածը ծածկա տպոսքեն են գպակեն, տանեն ռազմապազայի մեջը կենեն ու վերջ կշարունակվի, եթե իրանք հայկական դատարանին չեն տա, ուրեմն նպատակներ ունին։ Ավետիսյանների հարազատները անցած 1 տարվա ընթացքում մասնակցել են բազմաթիվ փորձաքննությունների։ Մեր այն հարցին, թե այդ փորձաքննություններին մասնակցությունը ինչ-որ բան գործում պարզաբանել է իրենց համար, տվել է արդյոք որևէ հարցի պատասխան, Ռիտա Պետրոսյանը նշեց։ Հարցի պատասխանները Պերմակովի եփոր սապոկները ռուսագետ ինչ որ այլ ցույց տվեցին այդ իր ասելով որ այդքան ճանապարհ էր կտրե 4 կիլոմետր գիշերով հասել էր ու փախել է մինչև Պայնդուր իր սապոկները բստրած սապոկները հանին ցույց մե դիգիրանը չէր նախ դիգիրանք շատ հանգիստ կրնային անազգանը կրեին ու գծեին ինչ որա իրանց ուզածով ինչը իրանց ձեռք կտա իրանք այդպես կենեն մեզի կմնա մի բանեմ եթե գնայինք այս դատ ինչ մենք ավելի բարձր ադյանների պիտի մենք մինչև եվրո դատարան կեշտանք Հավելենք որ սպանված տանտիրուհու քույրերը արտագաղթել են Ռիտա Պետրոսյանի խոսքերով իրենք այլ ելք չունեին վախենում են ապրել Հայաստանում հեռացել են որ ամեն անգամ անցնելով Ավետիսյանների բնակարանի կողքով չտեսնեն կողպված դարպասները այլևս չէին կարող ապրել եւ աշխատել Հայաստանում Ստեղ ինչ ունիմ ես, եթե իմ տունս ծախեցի նստա 9 ամիս իմ տանս փողը կերա, որևէ մեկն ձարցավ, դու չեք աշխատի, բախենաս կտրնից դուրս գաս, ինչով կապրիկ ընտանիքդ։ Ծախել եմ, որտեվ ես այս փողոցը պետք է ամեն րոպե անցնեմ դառնամ, երբ որ միշտ այս վարորդները լիքը նեղե, փակ գետերները մինչև առեսօր։